Հայաստան խմբակցությունը ժամադրում է քաղաքացիներին։ Նոյեմբերի 20-ին ժամը 15-ին դատախազության դիմաց։ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիայի։ Երթով մեր բողոքը արտահայտելուց հետո շարժվելու ենք դեպի Շենգավիթ նստավայր դատարանի, որտեղ ամեն 5 շաբթի տեղի է ունենում 18 արդարների, Բագրատ Սրբազանի եւ իր աջակիցների դատավարությունը։ Հայաստանի քաղբանտարկյալներ ասելով ընդդիմադիրները նկատի չունեն միայն Բագրատ Սրբազանին ու Սրբազան շարժման 17 աջակիցներին, որ դատվում են իբր ահաբեկչական ճանապարհով իշխանություն զավթելու փորձի մեղադրանքով։ 2 Սրբազան կալանքի տակ է, 3 Սրբազան ԱԱԾ-բանտում, համայնքի ղեկավարներ։ Արդեն նույնիսկ դժվար է ասել, թե քանիսն են Հայաստանի քաղբանտարկյալները։ Այնքան արագ է նրանց թիվը աճում։ Մինչև հոկտեմբերի 20-ը քաղբանտարկյալները 20-ն էին։ Գյումրիի քաղաքապետի կալանավորմանը դեմ արտահայտվող քաղաքացիների ակցիաներից հետո Հայաստանի քաղբանտարկյալները դարձան 40-ը, ժամերի ընթացքում ավելանալով առնվազն կրկնակի։ Հիմա մի այնպիսի իրավիճակ է, որ Հայաստանում ապօրինի իրենց կարծիքի, խղճի, մտքի, տեսակետ արտահայտելու, անհամաձայնություն արտահայտելու համար Հայաստանի բանտերում են զոհված զինծառայողի ծնող, կին քաղբանտարկյալ ունենք ազգային բարերար։ Հայաստանում կարծիքը դարձել է փորձանք, նկատում են ընդդիմադիրները։ 2 բլոգեր հիմա կալանավորված են իբր վիրավորանք հասցնելու, սպառնալիք հասցնելու մեղադրանքով։ Բայց չեն կալանավորում իրական սպառնացողներին ու վիրավորողներին։ Նրան ում պետք է հանել։ Փաշինյանին, որ վարչապետական դիրքից Facebook-ում դոմփելու մասին է գրում, խոսում ասֆալտին փռելուց, պատի տակ շարելուց։ Նիկոլ Փաշինյանից, Աննա Հակոբյանից, Ալեն Սիմոնյանից, Վահագն Ալեքսանյանից, Արթուր Հովհաննիսյանից ավելի խիստ բառապաշար են օգտագործել։ Ոչ։ Չի լսել ժողովրդավարություն չափող ձևող արևմուտքը Ալեն Սիմոնյանի քաղաքացու վրա թքելու մասին լուրը կամ ԿՓ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի հայտարարությունները, որ ՄԻՊ թեկնածուին սպառնում էր լեզու ու ականջ կտրել։ Հայաստանի ընդդիմադիրները գիտեն, թե ինչու են վերջերս խուլ ու համր դարձել ժողովրդավարության երբեմնի պաշտպանները։ Աշխարհաքաղաքական շահերը հիմա թելադրում են աչքակապություն անել։ Կապ չունի Եվրոպական միությունը, ՄԱԿ, մարդու իրավունքների պաշտպանությունով զբաղվող գրասենյակները որքան են արձագանքում կամ չեն արձագանքում, նրանց ամեն անգամ հիշեցնելը մեր գործն է։ Ազգային ժողովի Հայաստան եւ Պատիվ ունեմ խմբակցությունները քաղբանտարկյալների վերաբերյալ խորհրդարանական հայտարարության նախագիծ են շրջանառության մեջ դրել։ Ընդդիմադիրները նաեւ լսումներ են նախաձեռնել նոյեմբերի 26-ին Հայաստանի Հանրապետությունում արկա քաղբանտարկյալների եւ նրանց խախտված իրավունքների վերականգնման մասին թեմայով եվրոպական կառույցների հայաստանյան ներկայացուցիչները հրավիրված են։ Դա իրենց հանձնառությունն է արձագանքել մարդու իրավունքների խախտումներին։ Հետո թող իրենք պատասխան տան, ինչու այս ակնառու խախտումներին չեն արձագանքել։ Խորհրդարանական ընդդիմությունն ուզում է եվրոպացիներին հիշեցնել, հենց իրենք ԵԽԽՎ-ն է սահմանել, քաղբանտարկյալներ են համարվում այն անձինք, որոնք ազատազրկվել են ակնհայտ քաղաքական պատճառներով առանց որևէ իրավախախտում կատարելու։ Հայաստանի քաղաքացիներին ընդդիմադիրներն ասում են, ամեն մի նոր քաղբանտարկյալի հետ մոտենում է բանտվելու ձեր հերթը։ Սիրելի եղբայրներ եւ քույրեր, սա արվում է, որպիսի հաղթահարեն այն պատնեշները, որոնք խանգարում են ձեզ հասնելուն։ Այդ պատնեշները հաղթահարելուց հետո այս աղետը թակելու է յուրաքանչյուր քաղաքացու դուռը։ Կապ չունի դուք քաղաքականությամբ զբաղվում եք թե չէ։ Բավական է միայն դուք ինչ որտեղ արտահայտեք ձեր տեսակետը ու անհամաձայնությունը։ Եվ ուրեմն Հայաստան խմբակցությունը ժամադրում է քաղաքացիներին նոյեմբերի 20-ին ժամը 15-ին դատախազության դիմաց։ Քաղբանտարկյալների իրավունքների պաշտպանության համար բողոքի ակցիայի։ Արփիս Քեսյան, Աշոտ Մնոյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։